Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության տարբերանշանը լոգոն գրանցելու համար անհրաժեշտ է դիմել էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո գործող մտավոր սեփականության գրասենյակ։ Ի դեպ հայտը կարելի է ներկայացնել ինչպես առցանց AIPO.am կայքի միջոցով, այնպես էլ թղթային տարբերակով, տանելով հայտը նշված հասցեով։ Առցանց տարբերակով դիմելու համար մտնում ենք մտավոր սեփականության գրասենյակի կայք, սեղմում էլեկտրոնային համակարգ պատուհանի դիմել կոճակի վրա, այնուհետև մուտք կոճակի վրա։ Համակարգ մուտք գործելու համար կա երկու տարբերակ՝ բջջային նույնականացման քարտով կամ նույնականացման քարտի միջոցով։ Տվյալ դեպքում ընտրենք նույնականացման քարտով մուտքը։ Քարտը ընթերցող սարքի մեջ տեղադրենք նույնականացման քարտը, մի փոքր սպասենք, մինչև սարքը ընթերցի քարտը և սեղմենք մուտք կոճակը։ Հավաքենք նույնականացման քարտի PIN կոդը, որից հետո կբացվի համակարգը։ Այստեղ ցանկության դեպքում կարող ենք թողնել էլ-փոստի հասցեն և սեղմել ներմուծել կոճակը։ Անձնական էջում կան հետևյալ բաժինները՝ նախկինում ներկայացված հայտերի բաժին, եթե այդպիսիք ունեք, ապա այս բաժնում կերևան, դիմում բաժնում լրացվում է նոր հայտը, նամակագրություն բաժնում կերևան գրասենյակին ուղարկված և գրասենյակից ստացված նամակները։ Հաշվիչ բաժնում կարելի է հաշվել, թե ինչքան կլինի պետական տուրքը ըստ կազմակերպության աշխատակիցների քանակի։ Սեղմելով հաշվիչ կոճակի վրա կբացվի պատուհան, որտեղ համապատասխան ցանկից ընտրենք ապրանքային նշանի գրացման հայտ ներկայացնելու համար տողը։ Հաջորդ տողում ընտրենք օրինակ 25-ից 100 աշխատակից տողը և սեղմենք հաշվել կոճակը, որից հետո կարող ենք սեղմել վճարել առցանց կոճակը և առցանց տարբերակով կատարել վճարում։ Նշենք ֆիզիկական, անհատ ձեռնարկատիրոջ, թե իրավաբանական անձի կողմից է կատարվում վճարումը։ Գրենք ՀՎՀ-ն, կազմակերպության անվանումը, էլ-փոստը, վճարվող գումարի չափը, ի դեպ հաշվիչը հաշվում է միայն հայտի դիմումի համար նախատեսված պետական տուրքի չափը, իսկ փորձաքննության համար նախատեսված պետական տուրքի չափի մասին կարելի է տեղեկանալ ինչպես մտավոր սեփականության գրասենյակի կայքից, այնպես էլ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին։ Համակարգը մեխանիկորեն կհաշվի միջնորդավճարը, այնուհետև ընտրենք վճարային քարտեր տարբերակը և սեղմենք վճարել կոճակը, կատարելով առցանց վճարման համար անհրաժեշտ հետագա գործողությունները։ Ի դեպ վճարման այս տարբերակը իրականացվում է ePayments.am համակարգի միջոցով։ Պետք է նշել, որ կազմակերպությունների համար հարմարավետ վճարման տարբերակներից է նաև օնլայն բանկով սեփական հաշվեհամարից վճարումը։ Երկու դեպքում էլ անհրաժեշտ է պահել կամ սքրինշոտ անել, այսինքն էկրանից նկարել վճարման անդորրագրերը և պահպանել համակարգչում, որպեսզի կցենք հայտը առցանց լրացնելիս։ Կարելի է նաև կատարել վճարում անմիջապես բանկում և վերցնել անդորրագրի թղթային տարբերակը։ Վճարումը կատարելուց հետո վերադառնանք հայտերի լրացման էջ, սեղմենք նոր հայտերի տվյալների մուտքագրում, այնուհետև ընտրենք համապատասխան բաժինը, սեղմելով ապրանքային նշաններ տողը և մուտքագրել կոճակը։ Լրացնենք էլ-փոստի հասցեն և սեղմենք ներմուծել կոճակը։ Բացվում է ապրանքային նշանի գրանցման հայտը, որտեղ իրավաբանական անձի դեպքում լրացնում ենք իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու հասցեն, երկրի ծածկագիրը, տվյալ դեպքում AM Հայաստան։ Այնուհետև ընտրում ենք երկրի ծածկագիրն ընտրված է ըստ իրական գործունեության տողը։ Ֆիզիկական անձի դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, պետք է նշել քաղաքացիության տողը, լրացնել է պետք նաև հեռախոսահամարը, էլ-փոստի հասցեն։ Եթե իրավաբանական անձի գործադիր տնօրենն է դիմում, ապա անհրաժեշտություն չկա հայտատուի ներկայացուցիչ բաժինը լրացնել, իսկ եթե ներկայացուցիչն է դիմում, ապա անհրաժեշտ է այս բաժնի բոլոր տողերը լրացնել և ունենալ լիազորագիր կազմակերպության տնօրենի կողմից։ Ապրանքային նշանի վերաբերյալ տեղեկատվության դաշտում ցանկության դեպքում կարող ենք մանրամասն լրացնել ապրանքային նշանի անվանումը, նկարագրությունը, ընտրել տիպը և այլն, սակայն այս դաշտերի լրացումը պարտադիր չէ, եթե կցվում է լոգոյի հստակ պատկերը։ Դրա համար սեղմենք կցել կոճակը և համակարգչից վերբեռնենք պատրաստված լոգոյի պատկերը։ Այնուհետև ապրանքներ և ծառայություններ բաժնում սեղմենք համապատասխան տողի վրա և գրենք անհրաժեշտ դասի համարը։ Որպեսզի իմանանք, թե մեր կազմակերպությունը որ դասին է համապատասխանում, մտնենք մտավոր սեփականության գրասենյակի կայքի դասակարգիչներ բաժին և բացենք դաս 01-ից 45 ֆայլը։ Այստեղ ներկայացված են թե ապրանքների և թե ծառայությունների դասերը ըստ ոլորտների։ Անհրաժեշտ դասի համարը գրելուց հետո լրացնենք ստորագրողի անուն ազգանունը, ստորագրողի պաշտոնը, ընտրենք, որ ստորագրողը հայտատուն է,
Այնուհետև ցանկից ընտրենք բանկի անվանումը, իսկ եթե վճարումը արվել է e-payments-ով, ապա e-payments տողը, այնուհետև վճարման ամիս-ամսաթիվը, անդորրագրի համարը և վճարված գումարի չափը։ Անհրաժեշտ է կցել նաև անդորրագիրը։ Նշենք համապատասխան պատուհանը, որ անդորրագիրը կցվում է, որից հետո սեղմենք պահպանել կոճակը։ Հայտը ուղարկելուց հետո նամակագրություն բաժնում կստանանք ստացականը PDF ձևաչափով, որն անհրաժեշտության դեպքում կարող ենք ներբեռնել։ Հայտը ուսումնասիրելուց հետո մտավոր սեփականության գրասենյակի փորձագետը անհրաժեշտության դեպքում կապ կհաստատի հայտատուի հետ։ Մոտավորապես 3 ամիս է անհրաժեշտ ապրանքային նշանի գրանցման համար։ Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը 10 տարի է, հայտի ներկայացման թվականից հաշված, սակայն գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի անգամ երկարաձգվել, յուրաքանչյուր անգամ 10 տարի ժամկետով։